ընդհանրությունն էլ էլի այս ամեն ինչը դիտարկի։ Օսմանյան կայսրությունը ինչպիսի պետություն էր 10-րդ դարի էդի ասած շրջան, հա, երկրորդ կեսին։ Ուրեմն ըստ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրոսյանի տեսության եւ հիմնավոր աշխատության Օսմանյան կայսրությունը ցեղասպան պետություն էր։ Դա ասում է ակադեմիկոս Սաֆրոսյանը հիմնավորելով։ Որը դերած հանրային խորհրդի անդամ է կարծում։ Ցեղասպան մտածողության պետություն է, որը ցեղասպանությունը դիտարկում էր որպես հնարավոր մեթոդ տարատեսակ հարցեր լուծելու։ Եվ այդ մեթոդը որպես գործիքակազմ դրել էր իր քաղաքականության հիմքում։ Եվ առաջինը այդ գործիքակազմը պրակտիկայում կիրառեց բուլղարների հանդեպ 1875 թվականին ցեղասպանություն։ Հայերի հանդեպ, հույների հանդեպ եւ այլն։ Քրիստոնյա արաբների, այսինքն Օսմանյան կայսրությունը ցեղասպան պետություն էր եւ իր քաղաքացիների հանդեպ կիրառում էր ցեղասպանություն։